Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ներողություն, ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ Ավերին։ Միշտ մտածում եմ, որ ժամանակները այնպես կփոխվեն, որ այս տաղավարում կփորձենք խոսել ավելի լավ, ավելի ձեռքբերումների մասին։ Ձեռքբերումներից եւ ինչի ոչ մի փոքր կանացի բամբասանքներ կանենք եւ այլն, դրա կարծես թե դրա կարիքն էլ կա, անհրաժեշտությունը կա, բայց չի ստացվում, որովհետեւ մեր իրականությունը ավելի ծանր է, ավելի մութ է, ավելի դժգույն է։ Տիկին Կարապետյանց, մեր բոլոր հաղորդումներին այս վերջի ժամանակներում դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է բռնապետության։ Հիմա ուզում եմ այս 2-3 օրվա ընթացքում այդ բռնությունների դեպքերին անդրադառնանք, դրանց եւ հասարակական եւ հոգեբանական եւ իրավական գնահատականը տալ, որովհետեւ սա բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Բռնության դեպքը նոր-նորքի Թաղապետարանում Վահագն Ալեքսանյան ուղիղ եթեր դուրս եկավ եւ փաստորեն պարզվեց, որ նրա մայրիկն էլ որոշակի ձևով ուշադրության կենտրոնում հայտնվել, որից հետո աղմկահարույց նյութեր գրվեցին եւ հոկտեմբերյանի ոստիկանությունում Արաղ Արագյոզյանը ձեր փաստաբանը փաստորեն այդ միջադեպի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնեց, ընդ որում Արան միշտ է բարձրաձայնել ոստիկանությունում նման դեպքերի մասին։ Մի խոսքով փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Սա մեր երբեմն սիրում ենք ասել, մենք այս ազգն ենք, մենք բարձր արժեքներ ենք կրում մեր մեջ, ինչպես կարելի է։ Այս ամենաթողություն է, անտարբերություն է, թե դիտավորություն է։ Երևի թե այ վերջի ասածը ամենակարևոր հատվածներից մեկն է եւ ձեր եթերը շատ հաճախ տրամադրում եք այ արժեքներից խոսացող Շանթ Հարությունյանին, որը որ երկար ժամանակ տևական եւ շատ երկար ժամանակ միանձնյա խոսում էր այդ արժեքների բացակայության մասին, արժեքների փոխակերպման, այլասերման մասին եւ այդ արժեքների բացակայության կամ այլասերման պարագայում հետևանքների մասին։ Հիմա կարծես թե խոսացողների թիվը կամ գոնե ակնարկողների թիվը կամ այսպես ասեմ անխուսափելիորեն արժեքների մասին խոսացողների թիվը կարծես թե մի փոքր ավելացել է ու դա շատ կարևոր է այդ իմաստով ես մեծ շնորհակալություն պիտի հայտնեմ Շանթին Հարությունյան թեպետ առանձին հարցերում անշուշտ ես իր հետ չեմ կարող համաձայն լինել բայց արժեհամակարգի տեսանկյունից ես ամբողջությամբ համաձայն եմ այս իշխանությունը ամենակարևոր բանը որ արեց դա գնում է արժեհամակարգի փլուզման, տապալման, ոչնչացման ճանապարհով երբ այն քիչ փշրունքները, որոնք դեռ պահպանվել էին ազգի կերպարի, հա, մարդկային կերպարի, չգիտեմ, մարդկային հարաբերությունների հիմքում այդ արժանապատվության, բարոյականության այդ փշրունքները պահպանվել են եւ այս իշխանությունը գնաց հենց այդ փշրունքների պահպանության քանդման ճանապարհով։ Եվ դրան այդ հարցում իրան աջակցում են բազմաթիվ մարդիկ, թե քաղաքական, թե քաղաքացիական հասարակությունից իրանց թիմակիցները հասկանալի է, իրանք հենց այդ արժեքների կրողներն են, այլապես այսինքն արժեքների բացակայության կրողներն են, այլապես այդպիսի թիմի անդամ չէին շարունակի լինել։ Տեսեք հիմա այ բանի հետ կապված հերթով փորձեն գանք ոստիկանության հետ կապված լավ վերջից գանք գործընկերս հերթական անգամ ստանձնել է պաշտպանություն խոշտանգված անձի եւ մի քանի օր առաջ ընդամենը մենք ներկա տեսանք թե ինչպես էին անցկացնում համաժողովներ արդարադատության ոլորտի հետ բարեփոխումների հետ կապված հետո ոստիկանապետներ ինչ որ հանդիպում հատուկ խոշտանգումների հետ կարծես թե կապված ինչ որ միջոցառումներ իրականացրել հասկանում եք փաթեթավորումը շատ գեղեցիկ ներկայացում է հանրությանը։ Իրականություն դա ունի հաջորդ կողմը եւ հաջորդ կողմը նրա մասին է, որ այլևս ոստիկանությունը, որը 18 թվականից հետո էականորեն եւ շեշտակի պակասել էին այդ բռնության ու խոշտանգման դեպքերը, հիմա արդեն 20 թվականից 21 թվականից սկսած այլևս մենք ունենք թվերի էական աճ։ Խոշտանգումների դեպքով միշտ պետք է հիշել, որ խոշտանգվածներից երևի 10-ից 1-ը բարձրաձայնի թե չբարձրաձայնի, որովհետև
մարդիկ, ինչքան էլ որ ասենք որ անտարբեր են, չեն հետևում լրահոսին, տեղեկություններ չունեն, բայց մարդիկ շատ լավ տեսնում են, որ խոշտանգումների գործերով մարդիկ զբաղվում են, կազմակերպությունները, անհատները, փաստաբանները զբաղվում են տարիներով եւ որևէ դրական արդյունքի բովանդակային փոփոխության գուցե առանձին փոքր գործերով, հա, առանձին գործերով կարողանում ենք ինչ որ հաղթանակներ գրանցել, բայց բովանդակային առումով ինքը չի փոխվում։ Ծմահներին էլ փաստորեն Նույն բռնությունը ծմահների հետ կապված։ Հիմա մեկ ամիս առաջ մոտավորապես։ Տեսեք, հիմա լավ օրինակ բերեցիք, թաղապետի հետ կապված, ինքը շատ լավ համեմատության մեջ է։ Տեսեք, ասում է մեկ անց քրեակատարողական հիմնարկում ՑՄԱ դատապարտյալներից, սա այդ պաշտոնական տեղեկությունից քաղված մտքեր են։ Փորձել էր ինքնահաստատվել ու իր այսպես իշխանությունը տարածել մնացած բոլորի վրա, եւ դա էր պատճառը, որ իրան եկել են տենց պատասխանության ենթարկելու, տեղափոխելու, հետո էլ մնացածին, ովքեր որ հարցեր են թե ինչու եք այս մարդուն տեղափոխում, որոշել են դուռը թխթխկացնելու, ներսից դուռը թխթխկացնելու համար հատուկ ջոկատայինների գործառույթը չեն կարողացել իրականացնել, ես տրամաբանություն իհարկե չեմ հասկանում, բայց ինչևէ, ու որոշել են, որ ՑՄԱ դատապարտյալների նկատմամբ կարելի է այդպես բռնությամբ ոտքը մարդկանց վրայով մանգալով, գասպադա օֆիցերի երգելու պահանջով, այսպիսի գործառույթ իրականացնել։ Եվ ունենք մեկ այլ պետական պաշտոնյա, որը որ որոշել է ինքնահաստատվի, որը որ որոշել է, որ կարելի է, ինչ ասեմ, խուլիգանական պահվածք դրսևորի եւ մի ամբողջ մի զորք մարդ, քաղաքական եւ քաղաքասարակական, որոնք որ լծվել են այդ մարդուն պաշտպանելու։ Հիմա քրեական ենթամշակույթ կրողը ավելի շատ վտանգ է ներկայացնում որտեղ գտնվող քրեական ենթամշակույթ կրողը։ Ենթադրենք Նուբարաշենում գտնվող անձը քրեական հեղինակություն էր եւ որոշել էր, որ տարածելու էր այդ փոքր տարածքի վրա, Նուբարաշենի վրա տարածելու իր հեղինակությունը։ Ենթադրենք, շատ վատ է, դատապարտել է։ Մենք ես ի սկզբանե ասել եմ, որ դրա դեմ պիտի պայքարվի, չի կարող պետության ներսում պետություն լինել։ Բայց տեսեք, թե մենք դուրսը ունենք քրեական ենթամշակույթ կրող մարդիկ, ովքեր որ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, քաղաքական գործիչներ են իրանց հռչակում եւ կա իրավապահ մարմիններ, որոնք այդ քրեական ենթամշակույթը այսպես ձեռների մեջ պահած պահպանում են, որովհետև եթե դու հանցագործություն արած մարդուն պատասխանատվության չես ենթարկում, եթե գլխավոր դատախազը խնդիր չի տեսնում մարդու վրա թքելու մեջ, եթե չի տեսնում սեռական բնույթի հավյանքներ հնչեցնելու մեջ տևական ժամանակ հանրային վայրում ուղիղ եթերով հեռարձակվող, եթե ԱԺ-ի միջանցքներում ծեծ-կրտուկի մեջ չի տեսնում որևէ խնդիր կամ չգիտեմ ականջներն ու լեզուները կտրելու մեջ սպառնալիք չի տեսնում այդ մարդը, դա նշանակում է, որ գլխավոր դատախազի մակարդակով եւ քաղաքական իշխանության մակարդակով հովանավորվում է քրեական ենթամշակույթը։ Չի կարող քրեական ենթամշակույթ կրողը պայքարել քրեական ենթամշակույթի դեմ։ Ստեղ խնդիրը այլ բանի մեջ է, թե ում կպատկանի, ով կլինի այդ քրեական ենթամշակույթի լիդերը։ Այ խնդիրը դրա մեջ է։ Հիմա այս քաղաքական իշխանությունը ворթեգրել է այլևս ստանձնել նաև քրեական քաղաքական ամբողջությամբ զբաղեցրել եմ, որոշել որ քրեական ենթամշակույթում ինքն է լինելու լիդերը։ Ամբողջ խնդիրը թերևս դրա մեջ է։ Ես ապշած եմ ժողովրդավարական իրենց հայտարարած քաղաքական գործիչների խոսույթի հայտարարությունների մեջ կամ ժողովրդավար են կամ ինչ-որ մեկի պատվերն են կատարում, այս խոսույթներով արդարացնում են բոլոր տիպի ամեն բառի մեջ ասել, որ սա ինքնիշխանության դեմ ուղված գործողություններ, սա ժողովրդավարության դեմ ուղված գործողություններ։ Կրեմլից հարց եմ տալիս։ 7 տարի Նիկոլ Փաշինյանը իշխանությանը, 7 տարի Արամ Զավենի Սարգսյանը իր թիմով սատարում է Նիկոլ Փաշինյանին եւ սա կատարում է բացահայտ, ակնհայտ եւ կասկածից դուրս է։ Միայն Ավինյանի ընտրության սատարելը հերիք էր այդքան բանը հասկանալու։ Վերջի ամենահայտնի իրադարձություններն եմ ասում։ Հիմա տեսեք 7 տարվա կտրվածքով իբր երկրում տեղի ունեցավ ինչ-որ process, որը անվանեցին, ես համարում եմ, որ ժողովուրդը արել է հեղափոխություն, բայց այն իշխանությունը եւ իշխանության սատարող այդ կռուգը, ուսկի կռուգը յուրայինների, իրանք հեղափոխության հերն անիծել են։ Հեղափոխություն տեղի ունեցած երկրում ոչ մի գործողություն չի արվում կասեցնելու հանցավոր ռեժիմների, նախորդ հանցավոր ռեժիմների գործունեությունը։ Քաղաքական գնահատական ձեր եթերից, մենակ ձեր եթերից երևի չգիտեմ, 7-րդ տարին նույն բանն ենք ասում։ Քաղաքական գնահատական չտրվեց այդ մարդկանց գործունեությանը։
իրենց հետ կապված անցումային արդարադատություն չիրականացվեց։ Գործող օրենսդրության շրջանակներում կասեցնել այդ փողերի անհասկանալի փողերի կամ ոչ թափանցիկ լրատվամիջոցների ֆինանսավորումը հնարավոր չի։ Դա հնարավոր է անել միայն անցումային արդարադատության գործարկման պարագայում։ Հիմա հարց եմ տալի, դուք եթե ոչ մի բան չեք, ավելին ասեմ, երբ որ 18 թվականից սկսած տարբեր փակ ու բաց հանդիպումների ժամանակ ես անդադ պնդում էի, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն կա, դուք չեք կարողանալու կասեցնել այս process-ները, իրանք վերափոխվելու են, իրանք ձևափոխվելու են, իրանք այլ դեմքերով գուցե այլ ձևափոխված ամրացած վիճակով վերադառնալու են եւ խնդիր են առաջացնելու, եթե դուք իսկապես հեղափոխություն եք ուզում արած լինեք։ Ինձ համարում են մարգինալ, ինձ համարում են ծայրահեղական։ Ես գիտեմ, որ իմ հասեին նաև միջազգային կառույցներում տարբեր այսպես վարկաբեկող, միջև այսօր ասեմ, միջև այսօր իրանք շարունակում են վարկաբեկող տեղեկատվություն տրամադրել։ Այնինչ այսօր իրանք նստած լաց ու կոցով պատմում են, որ կան բաներ, ծախու բլոգերներ, որոնք որ Ռոբերտ Քոչարյանի փողերով ինչ որ գործողություն են, հարց եմ տալի, ինչ եք արել, որ թափանցիկ լինի այդ process-ը։ Ինչ եք արել, որ կուսակցությունների բաները, այդ ամբողջ ակտիվները թափանցի։ Իսա կասեն ինչ որ օրենք են ընդունել, այդ օրենքի հարցում էլ գնացեք տեսեք ովքեր են վերարտադրվել։ Օրենքից եթե իրենց գործառույթները ճշգրիտ կատարում են, թեկուզ այդ մանկապարտեզի շուրջ այդ աղմկահարույց իրավիճակը։ Բայց ընտրությունների հետ կապված նորից մի բան էլ վերադառնամ, միշտ հիշեք, որ Նիկոլ Փաշինյանի ինչա ԿՊ-ը, ինչա այդ կուսակցության ընտրություններից առաջ ֆոնդերը ինչ փողերով լցվեցին։ Մարդկանց անուններով փողեր են փոխանցվել միլիոն, 2 միլիոն։ Այդ մարդիկ սկի տեղյակ չեն եղել, որ իրանց անունից ինչ որ փողեր է փոխանցվել այդ ֆոնդին։ Հասկանում եք, այս մարդիկ եկել են քրեական ենթամշակույթ կրողը հանցավոր ռեժիմին բնորոշ գործիքակազմ օգտագործելով, այդ թվում օգտագործելով նաև ոստիկանությունը որպես գործիք, դատավորներին դատական համակարգը որպես գործիք, հիմա եկել է վերարտադրվելու, նորից հերթական անգամ վերարտադրվելու նույն հանցավոր ռեժիմին բնորոշ բոլոր գործառույթներով։ Բա եկել եք ով ում դեմ է պայքարում, դուք հանցավորության դեմ չեք պայքարում, դուք կոռուպցիայի դեմ չեք պայքարում, դուք ապօրինի փողերի շրջանառության դեմ չեք պայքարում, դուք պայքարում եք զուտ մի բանի համար, պաշտոնում մնալու համար։ Մնացած բոլորը քաղաքական ուժեր կլինեն, քաղաքացիական ուժեր կլինեն, անհատներ կլինեն, ովքեր սատարում են այս իշխանություններին, շատ լավ, եթե չեն հասկանում այդքան բանը, հիմա բացատրենք, եթե հասկանալով են անում, հանցակից են, եթե չեն հասկանում, այսօր բացատրեմ, դուք օգնում եք, որպեսզի ոչ ժողովրդավար, ոչ ինքնիշխան պետություն ունենանք մենք վաղը, կամ առհասարակ պետություն չունենանք։ Իրականում ես ամենամեծ մտավախությունս դա է, որովհետև մեծ դժվարությամբ ոչ ժողովրդավարականից դեպի ժողովրդավարական մենք միևնույնն է պիտի անցնենք, բայց պետականություն ունենալու նախ ինչ գնով, բայց պետականություն ունենալ չունենալու խնդիր իսկապես լրջագույն է այս պահին, այսպիսի վարքագծով։ Տիկին Կարապետյան, տեսեք երեկվանից հետևում ենք ամեն դեպքում դատապարտող հայտարարությունները քիչ էին։ Եվ նույնիսկ անուններ չեմ ուզում հնչեցնեմ, նույնիսկ թաղապետներ են եղել, որ հայտարարել են, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացնի աշխատանքից Նոր-Նորքի վարչակարգշրջանի թաղապետին, իրենց լիազորությունները կդադարեցնեն։ Սա ինչի մասին։ Թաղապետերի շրջանում չկան Նիկոլ Փաշինյանի ոչ այսպես լոյալ մարդիկ։ Այսինքն այնտեղ բացարձակ նվիրվածություն կա Նիկոլ։ Բոլոր թաղապետերը Նիկոլ Փաշինյանինն են։ Անշուշտ այնտեղ ուրիշ մարդ չի կարող հայտնվի։ Այս մարդը հայտնվել էր այլ կուսակցության ներկայացուցիչ էր, բայց այն կուսակցության, որը անձնվիրաբար բոլոր գործողությունները պատրաստ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Անձնվիրաբար։ Մեկ-մեկ տենց թեթև ինչ որ քննադատություն հնչում է, բայց դա էլ ձևական զուտ։ Եվ դա է պատճառը, որ լավ է արել հայ-հոյել, այսինքն համարձակ է խոսում, նույնիսկ տեսախցիկներից չի կաշկանդվում։ Պատկերացնում եք, եթե առաջ ծեծում էին ոնց որ դաշնակներից են Վահան Հովհաննիսյանն ասում էր պաձեզներում ու բաներում, հա, դալաններում ձեզ, հա, պաձեզներում դալաններում բան կանեն ձեզ կծեծեն, հիմա իրանք այլևս այնքան երաշխավորված են, այնքան ասել ժողովրդական լեզվով արխային են, որ համարում են, որ ուղիղ եթերում խցիկների առաջ կարող են խմբակային ծեծել եւ դա նորից վերադառնալով արժեքներին ներկայացնում են, որ յուրաքանչյուր հայ տղամարդ իրան այդպես կպահեր։ Յուրաքանչյուր հպարտանում են խմբակային մի հոգուն խմբակային ծեծելով հպարտանում են եւ ներկայացնում են դա որպես բարոյական արժեք, հայ տղամարդուն բնորոշ արժեք։ Ժողովուրդ հայ իրական տղամարդուն բնորոշ արժեքը դա այն երեխաներ, Աստված ջան, անունը մոռացա, Ադամներ կարծեմ, որ
զոհվելուց հայրենիքը պաշտպանելու զոհվելուց առաջ հետը մի քանի հատ էլ թուրք տարավ։ թշնամի տարավ, հա, հասկանում եք։ Այսօր սահմանին կանգնած զինվորն է, որը ձեր սատարումը չունի, բայց շարունակում է պաշտպանել սահմանը, այ ինքն է հերոսը, ինքն է բարոյական արժեք կրողը։ Սահմանամերձ գոտում ապրող իր երեխեքի մանր երեխեքի հետ ապրող ու ամեն օրվա դժվարություն ամեն օր կրակոց լսող մարդն է հերոսը ու հայ տղամարդուն արժանավայել պահվածք դրսևորող մարդը ինքն է։ Դուք տղամարդկության, չգիտեմ ինչ ասեմ, արժանապատվության հետ սարեր ձորերի մեջ եք, սարեր ձորերի։ Ես չգիտեմ այս մարդիկ որտեղ են մեծացել, ինչ միջավայրում են մեծացել, շատ ցավում եմ, չգիտեմ, вообще Հայաստանի հետ աղերս ունեցող մարդիկ են, թե չէ։ Այդ որ թաղում է դուրս գան քաղաքականությունից, այն որ դա քաղաքական պաշտոն զբաղեցնող պետական պաշտոնյային վայել վարկագիծ չի, դա խոսակցությունից դուրս է, դա չի կարա քննարկվի։ Որ դա մարդուն բնորոշ վարկագիծ չի, դա էլ հաստատապես կարող եմ ասել։ Որ թաղամասում եք դուք մեծացել, որտեղ 10 հոգով մի հոգուն ծեծել է, տղամարդավարի պահվածք ա եղել։ Ես չգիտեմ, այս մարդիկ вообще որտեղից են դուրս եկել։ Շատ ցավում եմ, որ ու արժեհամակարգի այսենց փլուզում սկսած հարկատունա ձեր հերոսը 15 հոգով մի հոգուն ծեծելն է հերոսը, ժողովրդավարությունը ու քֆուրով մարդ 15 հոգով մարդ ծեծելը ի պաշտպանություն ժողովրդավարության ու ինքնիշխանության ներկայացնել այդ process-ը, էս ինչ է կանում։ Գեշեք Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ մատնանշեց, որ ազգային ժողովում իրար չենք հասկանում եւ երկրորդ խոսքից աթոռները վերցնում ենք, իրար վրա ենք հարձակվում, այսինքն այնպես չի, որ այս ամենը նկատելի չէ նաեւ իշխանության համար։ Բայց սա իրենց համար շատ լավ հարմար գործիք է։ Իրանք այլևս սկսել են թաքնվել, այդ ինքնիշխանություն բառը այնքան են ասել, հիմա ինքնիշխանությունն են վարկաբեկելու, հասարակության պատկերացման եւ մտածողության մեջ բերել են հեղափոխություն բառը, բարեփոխում բառը, արդարադատություն բառը, հիմա գնում են ժողովրդավարություն եւ ինքնիշխանություն բառերի վարկաբեկման ճանապարհով։ Վարկաբեկման, ինչ ասեմ, ոչնչացման, որպեսզի հասարակությունը այլևս հասարակության անդամների համար այլևս արժեքավոր չլինի ինքնիշխանություն բառը, որը բացառիկ է իր կարևորությունով, որտեղ միայն ինքնիշխան պետությունը կարա իր հասարակության իր ժողովրդի իրավունքները պաշտպանել, որպեսզի դու հերթական զոհը չդառնաս։ Միայն ինքնիշխան պետությունը կարա ինքնուրույն որոշումներ կայացնի, ոչ թե թելադրվի սահմանադրությունը դրսից փոխեն, թե չէ։ Այն ինքնիշխանությունը դրել են համեմատում են խուլիգանական պահվածքի հետ, ասում եմ մեր բանը ինքնիշխանության դեմ բան ա եղել, հարձակում ա եղել։ Ես հարց եմ տալի, դուք խնդիր ունեք Ռուսաստանի Դաշնության իրանց ասելով ինչ որ խմբեր խմբակներ բան են անում, խնդիր են առաջացնում, լուծեք այդ խնդիրը 7 տարի իշխանություն լինելուց հետո եկել եք այսօր պատմեք, որ Ռուսաստանի Դաշնությունը խնդիրներ է առաջացնում, բա ինչ է կարի խնդիր, ինձ հետաքրքիր չի ով ինչ է անում, ինձ հետաքրքիր է դուք ինչ գործողություններ եք արել այսպիսի իրավիճակը կանխելու համար։ Եվ դեպի ենթարկել ոչ Հայաստանի քաղաքացու։ Այդ բլոգերը Ռուսաստանի քաղաքացի, ես դեռ չգիտեմ, հա։ Ասում են նման բան կա։ Բայց ամենակարևոր հարցը առաջարկում են օրինակ չդիտարկել միայն թաղապետի հետ կապված այդ բռնության դեպքը, մի քիչ հետ գնալ, տեսնել թե ինչ գործողություն արել, շատ անշնորհք բան են արել միջալուց, այդ նկարների վրա ինչ որ բան լցնել, շատ ահավոր անշնորհք բան են արել։ Դա նախորդ օրվա հայոյանների Բայց դրան եկեք մի քիչ էլ հետ գնանք, ես համաձայն եմ, եկեք հետ գնանք, եկեք հիմքերը գտնենք, մի քիչ էլ հետ գնանք, թաղապետը չհերքեց, որ հայոյել է եւ ասեց շատ հպարտորեն, որ լավ եմ արել հայոյել, պետք կլինի մի հատ էլ կհայոյեմ, բայց եկեք մի հատ էլ հետ գնանք։ Դրա սկիզբն ինչ ա եղել։ Ենթադրենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Խնդիրները արձանագրում այդ մարդը, թե չէ։ Քաղաքային բյուջետից թալանվող գումարների խնդիրները արձանագրում է, թե չէ։ Նստարաններ էր, չգիտեմ, աղբամաններ էր ինչ որ ժամանակ, ասֆալտն է, շինարարությունն է, հասկանում եք, մարդը խնդիրների մասին է խոսում, փոխանակ խնդիրները այս սատարողներ, այ բլոգերի գործունեությունը դատապարտողներ, մի հատ գնացեք այս մարդու ասածների հետևից, պետական արդեն ֆակտ չէ, որ գալիս է մատով սենց բանը, ասֆալտը սենց քանդում ես, ուրեմն ասֆալտը անորակ է։ Այսինքն մի անգամ մսխվել է, արդեն փաստացի մսխվել է այդ գումարը, մի տարի հետո էլ մի հատ էլ են մսխելու, մի հատ էլ տենց են բան, բայց փոխանակ դրա հետևից գնաք, եկել եք ասում եք, այս ինչի կողմից է ֆինանսավորվում, այն ինչի կողմից է ֆինանսավորվում, իսկ դուք ում կողմից եք ֆինանսավորվում։ Իսկ դուք որ խմբի այս անընդհատ էքսպերտային կարգավիճակներում բարձր ֆինանսավորում եւ վարձատրություն եք ստանում, դուք ում կողմից եք ֆինանսավորվում։ Տիկին Կարապետյանց դուրս գան կարճատև գովազդային դաթարի, որից հետո անդրադառնանք արդեն
կատարեց կնոջ անկախ նրանից նա Վահագն Ալեքսանյանը Բացարձակ էական չի ում բարեկամ։ Արդեն դիտարկենք այս միջադեպը, հասկանանք թե սա ինչու է կատարվել եւ ինչու պետք է այսպես լիներ։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ մենք հեռախոսազանգ ունենք, փորձենք լսել մեր հեռուստադիտողին, որից հետո կշարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞ղի զարմանում եմ էլ լավ հայերի վրա ձեր հույրը ոգևորվում է, բայց ում ոգեսել է։ Ռոբերտն էլ նույնը, Նիկոլն էլ նույնը, Սերն էլ նույնը, Էվանն էլ։ Ուղղակի պետք է համբերենք, ապրենք, կյանքը շարունակվում է, Աստված մեծ է, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալ ենք։ Ապրելու համար պետք է բռնության չենթարկվել, մենք հենց այս հարցն ենք քննարկում։ Ամբողջությամբ համաձայն եմ բացառությամբ համբերելուց։ Ես կարծում եմ, որ համբերելու բան չկա։ Քանի դեռ մենք հանդուրժում ենք, այսպիսի adekvat մարդիկ շարունակում են հանդուրժել, այսպիսի վարքագիծ իշխանությունների ընդդիմության, որովհետև իշխանությունը մենակ չի է իր պահվածքի մեջ, ակնհայտորեն ընդդիմությունը եւս վարքագիծը այն չափ ու սահմանը կորցրած վիճակում են, բոլորն են այդ վիճակում։ Եվ սա շատ տարօրինակ ու կասկածելի է դառնում, հա, ինչպես են համահուն
անշունչ իրավիճակներում ինչ որ գործողություններ անելը։ Մի բան էլ ասեմ, Մարջան, գուցե բան թվա, տենց մի քիչ շատ թեորեզագը վռվի բանի մեջ թվա, բայց ասեմ, որ ես կասկածներ ունեմ, որ մոտակա ժամանակ ինչ որ բաներ պիտի տեղի ունենան, որը պետքա այսպես ծածկադմփոց անել, օգտագործելով այս խաղի կանոնները, այս խառնակցությունը, որտեղ արհեստական process է, էլի հասկանում եք, սա ինչ որ ձևական process է, այնպես որ ես մեծ կասկածներ ունեմ, որ իշխանությունը ընդդիմություն, պարլամենտական ընդդիմության գիտությամբ եւ ինչու ոչ առանձին դեպքերում գուցե մասնակցությամբ, նորից եմ ասում, զուտ որպես վարկած ինչ որ process-ներ պիտի տեղի ունենան, որոնք պետքա շեղել հասարակության ուշադրությունը։ Սպասենք, կապրենք, տեսնենք իրականության մեջ կա այդ խնդիրը, թե չկա։ Տեսեք, հերոստատիտողներն են ասում, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Տիկին Կարապետյան, ճիշտ է, մենք հիմա կանրադառնանք նաև Վահագն Ալեքսանյանի մոր այդ աղմկահարույց միջադեպին, բայց բնության դեպքերը փաստորեն տրանսպորտի սակագնի թանկացման ժամանակ էլ մենք տեսանք ինչպիսի պայքար հրահանգավորված, այսպես ասած, եւ մի քանի օր առաջ էլ ավտոբուսի վարորդին ճիշտ աշխատանքից հեռացրեցի, բայց մեր հասարակության մեջ այդ ատելությունը, բռնությունը, դրանք դարձել են արդեն մեր ուղեկիցներ, դա գեներացվում է, այո, դա գեներացվում է, ամենակարևոր, ես ամեն անգամ շեշտում եմ իշխանություններին, իրանք ինձանից շատ նեղանում են այդ հարցով, բայց Ժորժյան, իշխանությունը ձեր ձեռքում է։ Ամբողջ համակարգը ձեր ձեռքում է։ Երբ որ դուք ձեր ինչ որ չինովնիկ քաղաքապետարանից կամ չգիտեմ որտեղից հրահանգ է տալի վարորդներին փոխանցել, որ քանի դեռ չեն վճարել բոլորը, չեք բան անելու, չեք քշելու, եթե պետք է այնտեղ ինչ որ գործողություններ իրականացրեք, բան արեք, ներողություն, այդ ատելությունը բա որտեղից է գալի։ Այդ process-ը կանխելու հնարավորությունը ունի իշխանությունը։ Եվ իմիջիայլոց միջև անդրադառնալը Վահագն Ալեքսանյանի մոր հետ տեղի ունեցած իրադարձությանը, ասեմ, որ ես մի քանի ժամ առաջ դրանից առաջ այլ հեռուստաընկերության հարցազրույց էի տվել, կիսվել էի իմ Facebook-յան էջում եւ գրառում էի արել։ Գրել էի, որ ամենակարևոր հարցը, որ դրված է լինելու, դա Նիկոլ Փաշինյանին սատարող բլոգերներին, պրոպագանդիստներին հետամուտ լինել, որպեսզի պատասխանատվության ենթարկվի Նորքի թաղապետը, որովհետև եթե դուք համարում եք, որ անհամաձայն բլոգերների հետ կամ այլ տեսակետ ունեցող բլոգերին կարելի է ծեծել, ուրեմն վաղը դա թակելու է ձեր դուռը։ Եվ եթե նայեք բոլոր տեսակի հարցումները, սոցիոլոգիական հարցումները, մոտավորապես 60-ից 80% հասարակության այս իշխանությունների չի ընկալում ու չի ընդունում։ Եվ դա նշանակում է, որ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին սատարող բլոգերները պիտի դառնան թիրախ։ Իհարկե ոչ, բայց դա լինելու է այդ ցպոչկայի, այս բանի, հա, ընթացքի անխուսափելի process-ը։ Հատկապես, որ ես լսում եմ այսօր բանին, մեկ այլ լրատվականին տրված հարցազրույցը, Արամ Սարգսյանի հարցազրույց, ասում է, բա ինչ պիտի անեմ, բա հետո եթե այսպիսի պարկագիծ լինի, մոտավորապես էլ բառացի չեմ ցիտում, վերջում էլ ասում է արյունա թափվելու, այս ինչի մասին եք խոսում։ Փոխանակ խստորեն դատապարտեք բռնությունը։ Խնդիր է առաջացել, մի քիչ վերադառնանք։ Իրավապահները, այո, տեսեք, խնդիր է առաջացել, համարել եք, որ եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի շենքում էր եղել, չէ՞, այդ բանը նկարները փակցնել, ինչ որ բաներ վրան լցնելը։ Դիմեք ոստիկանություն, ժողովուրդ, բա ասում եք ոստիկանությունը բարեփոխվել է, բա ասում եք արդարադատության համակարգը բարեփոխվել է, բա ասում եք մեծ առաջընթացներ ունեք, բոլորդ իրար հետ գովում ու ծափ եք տալիս, բա ինչի չի աշխատել։ Թաղապետը կանխամտածված չի դիմել ոստիկանությանը, որպեսզի ինքնադատաստան։ Չէ, գիտեք, գուցե կանխամտածված ոչ թե դիմելա, որ հետո ինքը ինքնադատաստան տեսնի, այլ մարդը այդ մշակույթի կրողը չի։ Մարդը չի հասկանում, որ եթե դու պետական պաշտոնյա ես, դու չես կարող ես խուլիգանի պես պահես։ Դու չես կարող փողոցային բառապաշարով ու գործողություններով պաշտպանվելու կամ ինչ-որ։ Դու պետությունն ես ներկայացնում, հասկանում ես թե չէ։ Դու պիտի դիմեր մեկ այլ պետական մարմնի, որը պետք է այդ խնդիրները լուծեր։ Բայց քաղաքական նաև իրենց վերնախավը, այդ կուսակցության վերնախավը համարում է, որ դա նորմալ է։ Կանայք այդ կուսակցության կանայք համարում են, որ դա նորմալ է։ Որ դա նորմալ չի։
Դա նորմալ չի։ Եթե պետական պաշտոնյան ունի խնդիր, ինքը չպիտի գնա տփելու։ Ինքը պիտի գնա ձեր գովերքած բարեփոխած դատական արդարադատության ընդհանուր համակարգում այդ իր խնդիրը լուծելու, իր պաշտպանվածության խնդիր ուներ, անվտանգության խնդիր էր զգում, ներողություն պիտի բան դիմեր, ոստիկանություն դիմեր, ասել կամ չեմ, ԱԱԾ-ից թող իրան պաշտպանություն տրամադրել։ Եթե որքան գիտեմ, այդտեղ շատ մոտ է նորքի Հա, բայց որտերը սպասեցին մինչև որ խնդիր առաջանա, չէ, սա այսպես չի աշխատում։ Փողոցային ձևով հարցերը լուծել ու դա քողարկել, որ դու ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ես պաշտպանում, տենց չի կարելի ժողովուրդ։ Դուք տանում եք անարխիայի, որտեղ ամեն մեկը եւ ինքնադատաստանի։ Դուք ցույց եք տալի վարքագիծ, որի պայմաններով ով հատկապես նրանք, ովքեր իշխանության են եւ պաշտպանված են, ոնց հասկանում եք, իրանց թույլատրելի է ամեն ինչ։ Մենք որպես հասարակություն դա ենք մերժել։ Մենք ասում ենք, որ հանցավոր ռեժիմի յուրայիններին ամեն գնով պաշտպանում էր։ Յուրայինների համար չկար պատասխանատվություն։ Ոչ կոռուպցիայի հարցում կար, ու առանձին դեպքեր իհարկե լսում ենք, ինչ որ մեկին աշխատանքից հանեցին, այնտեղ էլ հավանաբար այլ հարցեր էին բանանում։ Կոռուպցիայի դեմ նույն խնդիրը ունենք, չգիտեմ, ոստիկանության բռնի ուժի հետ նույն խնդիր ունենք, արդարադատության համակարգում, արդարադատության բացակայության խնդիր ունենք։ Ինչ տարբերություն ով է վերևը նստած, կուսակցության անունը ինչա, վերնախավի այդ իրանց քաղաքական լիդերի անունը ինչա, ձեր համար, հասարակության համար ինչ տարբերություն։ Եթե նույն բանը անում են այսօր, ոչ մի տարբերություն չկա եւ վերադառնալով մեր զանգող ընկերոջը, ասեմ, որ չէ, հանգիստ նստել սպասելով չի, ես կարծում եմ, որ այ հիմա այն քաղաքական ուժերը, այն մարդիկ, այն անհատները բողոքելու տեղ չկա, բայց յուրաքանչյուրն իր համար պիտի այս հարցի պատասխանը տա, ինքը ուզում է սենց երկրում ապրի թե չէ։ Որովհետեւ երբ որ դա այսպես ապրել մեր երկիրը կմնա թե չէ, եւ օգնել, աջակցել, սատարել այն քաղաքական ուժերին, այն միավորներին, այն խմբերին, որոնք որ թաթախված չեն եւ որոնք որ այս գաղափարախոսությունը կրող չեն։ Կան ինչ որ խմբեր հիմա փորձում են ձևավորել, շատ դանդաղ է իրականում շատ դանդաղ է այդ ընթանում ու դա նորմալ է, որովհետեւ դրա համար անշուշտ անհրաժեշտ են նաեւ ֆինանսական միջոցներ, որոնք ունեն այսօր թե նախկին հանցավոր ռեժիմը, թե գործող իշխանությունը իր անհասկանալի փոխանցումներով ֆոնդերի ոչ թափանցիկ գործնեությամբ իր ֆոնդերին, որ միլիոնով գալիս բան են անում, չէ՞, այնտեղ ճաշկերույթի են մասնակցում կամ էլի ֆոնդեր ունեն, որոնք որ մեղմ ասած, շատ մեղմ ասած ոչ թափանցիկ են, բայց դե եթե գլխավոր դատախազի հետ ջերմ հարաբերությունների մեջ ես իրար հետ մեկ-մեկ էլ տեղ եք գնում, երաշխավորված է, որ դու չես լինելու։ Դա է պատճառը, որ ինքնամոռաց այս իշխանությունը փորձում է պահել իր իշխանությունը, նախորդներն էլ ինքնամոռաց ռուսերեն լաված սամազաբվենն է։ Իրանց պատեպատ տալով փորձում են վերադառնալ, որովհետև իշխանության լինելն է պաշտպանված լինելու երաշխիքը, դա այդպես չպիտի աշխատի։ Պաշտպանված պիտի լինենք օրենքի ուժով, իրավունքի ուժով, համակարգերի ինստիտուտների կայացման ուժով։ Վահագն Ալեքսանյանն ասեց, չէ՞ որ իր մայրիկի միջադեպի հետ կապված պատասխան կտան նրանք, ովքեր որ մեղավոր են այդ ամենի մեջ։ Հա։ Բայց մենք օրինակ բլոգերի ընտանիքից լսել ենք նման հայտարարություն, որ իրենց ամեն դեպքում որդուն ծեծելու համար պատասխան հաստատի բռնության ենթակա։ Ես ճիշտ ասած ինքս գրառում արել էի բոլոր դեպքերում, որովհետև ես համարում եմ, որ ընտանիքի անդամները ոչ մի կապ չունեն մարդու վարած հասարակական կամ քաղաքական գործունեության հետ եւ ընտանիքի անդամին թիրախավորելը ճիշտ չի, սխալ է, դատապարտելի է։ Նույն բանը ես ասել եմ, երբ թիրախավորեցին չգիտեմ ոնց էր Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանին թիրախավորեցին։ Նույն բանը ասել եմ, երբ որ չգիտեմ դոկ կուսակցության ոնց էր Վարդան Ղուկասյանը թիրախավորում էր ընտանիքը։ Նույն բանը միշտ ասել եմ, ինձ համար էական չի։ Շատ կարևոր բաների մասին էր խոսում Վարդան Ղուկասյանը, բայց այդ ընտանիքին, երեխեքին, ասում ծնող ու զավակ ու սրբություն սաղ իրար խառնում, ինձ համար ոչ ընկալելի է, ոչ հասկանալի է, ոչ ընդունելի է եւ խիստ դատապարտելի է ու կապ չունի որ կողմի մասին է խոսքը։ Տիկին Կարապետյանց, նրա հիմա չլինելը, այսինքն եթերների դուրս չգալ ինչ որտեղ ինչ որ մարդկանց ձեռքերը ազատել է, Մաջան, շատ կարևոր մի հատ էլ հարց ընդհանրություն, ասում այնքան բան ասելու չեմ հասցնում, մտքերը ավելի արագ են, քան բաները։ Տեսեք, Վարդան Ղուկասյանը խոսում էր դոգի մասին է խոսքը, խոսում էր այս իշխանությունների բացառիկ կոռուպցիոն ինչ որ խնդիրների հետ կապված։ Խոսում են ինչ որ փոխկապակցություն
հանում ենք մեջից այդ հավյանք նվիրավորանքը, որը խստորեն դատապարտելի ընդունելի չի։ Զուտ ինֆորմացիայի տեսակետից։ Այս մարդը հրապարակում էր տեղեկություններ, որոնք չեն հերքվել առնվազն, պաշտոնապես չեն հերքվել, հետևաբար սրանք իրականությանը համապատասխանող եւ գործընթաց էլ չի արվել այս հարցերին պատասխան տալու եւ հանրությանը տեղեկացնելու, թե այս գործով ինչ որ process կա, թե չէ, այս գործով պատասխանության ենթարկված մարդիկ կան, թե չէ։ Հիմա տեսեք, Վարդան Ղուկասյանին ձերբակալել են Միացյալ Նահանգներում, այդ թվում նաեւ Հայաստանից, ոչ միայն իր միգրացիոն ինչ որ թղթերի հետ կապված, այլ նաեւ բանի հետ կապված, Հայաստանից ուղարկված հարցումների արդյունքում։ Այսինքն, այս իշխանությունը հերթով փակում է բոլոր նրանց բերանը, ովքեր փորձում են իրանց հանցագործությունները, իրանց բաց թողումները, իրանց կոռուպցիոն այդ սխեմաները բացահայտել եւ անում է դա տարբեր ձևերով։ Մի դեպքում, մեղմ ասած, ես փաստաբաններից մեկի տեսակետն եմ լսել, որտեղ ներկայացվում էր թե ինչ գործեր կա, բուն գործերին բնականաբար տեղյակ չենք մանրամասներով, բայց մեղմ ասած կասկածելի գործեր են, էլի, այդ գործերի մեծ մասը իրենք հերքվող գործեր են։ Այլ խնդիրը, որ դրա հաշվի առնելով ամերիկյան դատավարության բյուրոկրատական, այսպես մանրամասներ, դետալներ, ինքը բավականին երկար կարատևի եւ ստացվում է, որ Վարդան Ղուկասյան դոկին իրանք նեյտրալիզացրեցին որպես բլոգեր։ Նորից եմ ասում, բոլոր շատ դատապարտելի է իր հավյանքը, բայց որպես բացահայտող, հանցագործություն բացահայտող բլոգերը բերանը այնտեղ փակեցին, իզոլացրեցին։ Այս մեկին որոշեցին, որ հանուն ժողովրդավարության եւ ինչի այնտեղ ինքնիշխանության կարան բռնեն տփեն, հետո էլ տփողներին թողեն դուսը, իրան տանեն ձերբակալելու։ Հասկանում եք։ Հիմա հաջորդը ով է, բոլոր անհամաձայնների բերանը ծեծելու եք։ Լավ հարց եմ տալի, իսկ վաղը ես էլ պիտի փողոցում անհանգիստ լինեմ, որովհետև վաղն էլ իմ հետևից եք գալու, որովհետև ես սկզբունքորեն անհամաձայն եմ այս իշխանության վարած քաղաքականության, վարքագծի, բարեփոխումների, չբարեփոխումների, այդ ամեն ինչի հետ կապված։ Էլում եք գալու, հետևից եք գալու ծեծելու կամ կեղծ քրեական գործեր հարուցելու։ Սա ցույց է տալիս այն որ մենք խոսում ենք սկզբից հարցը տվեցիք ծրագրի գնումա դեպի դիկտատուրա, այս սա դեպի դիկտատուրա գնալու ճանապարհներից, այդ էլեմենտներից մի քանիսն են ընդամենը։ Երբ որ հյուրայինները պաշտպանված են հակառակ կողմը օրենքի ամբողջ խստությամբ, երբ որ դու լրացնում ես մարդկանց խնդիրը լուծելու փոխարեն, կոռուպցիոն այդ խնդիրները լուծելու փոխարեն դու մարդկանց լրացնում ես կամ, չգիտեմ, փակի տակ ես տանում կամ բռնության ես ենթարկում, արդարացնում ես այդ բռնությունը, երբ որ դու ոստիկանությունը սկսել ես օգտագործել այնպես, ինչպես հանցավոր ռեժիմներ օգտագործում, ինչ տարբերություն հասարակության համար, ինչ տարբերություն Ռոբերտ Քոչարյանն էր հրաման տալի մարդկանց ծեծում էին ոստիկանները փողոցում, Սերժ Սարգսյանն էր հրաման տալի մարդկանց ծեծում էին փողոցում, թե Նիկոլ Փաշինյանն է հրաման տալիս, որ բռնության ենթարկեն կամ ջատագովում, հիմա կասեն չի բանարել, ինքը անձամբ հրաման չի տալի, հիշեցնեմ հունիսի 12-ի ձեր եթերում խոսել ենք, հիշում եք, երբ ասում էի, որ հունիսի 12-ին տեղի ունեցածը ոչ համաչափ է, ոչ իրավաչափ է, եւ ընդհանրապես դա հանցագործության նման մի բան չէ, հանցագործություն է։ Amnesty International-ը իր զեկույցի մեջ հրապարակել է եւ համախոհ այն մտքերի հետ, որոնք մենք արտահայտել ենք այստեղ։ Բայց մենք ունեցանք քաղաքասարակության ներսում բաժանում, որտեղ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուների մի մասը որոշեցին, որ իրանք պետքա առանձին բան տարածեն, հայտարարություն տարածեն եւ տենց ամբողջ այդ process-ը դնեն կասկածի։ Մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնալով հրաման տալիս է Նիկոլ Փաշինյանը, թե չէ։ Հունիսի 12-ին, երբ տեղեր ունենում բռնությունը փողոցում, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ուղիղ եթերից թիվ 1 ամբիոնից ջատագովում էր ոստիկաններին ավելի լավ իրականացնել իր շնորհակալություն էր հայտնում գործունեության համար եւ ջատագովում էր ավելի հետեւողական լիներ։ Այսպես են տալիս հրամանները։ Հրամանների ակնհայտությունը այստեղ է երևում, հանցավորությունը եւ հանցավոր համակարգը եւ համակարգային կոռուպցիան, որ կոչվում է, պետական բյուջետից պրեմիաներ տալով ոստիկանին, թիվ 1 ամբիոնից ջատագովում ես, ասում եք, մալադես, շատ պրոֆեսիոնալ աշխատել եք, լավ տփել եք, մի քիչ է տփեք, ով որ իրան լավ է պահելով, իրան առանձնակի դրսևորումներ ա ունեցել, պրեմիաներ կստանա։ Բա կոռուպցիոն ո՞նց է լինում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Տիկին Կարապետյանց դատապարտում եք Վահագն Ալեքսանյանի մոր նկատմամբ այդ։ Հիմա կարող ենք չանձնավորել ում մայրն էր։ Ընդհանրապես երևույթը նայել եւ այդ երևույթին կարող ենք անշուշտ խիստ խստորեն դատապարտել է։ Մարդիկ պիտի հասկանան, որ
հասարակական ու քաղաքական գործիչները իրենք կարևոր աշխատանք են անում։ Մենք կարող ենք համաձայն չլինել, խիստ դատապարտել, չգիտեմ, քննադատել այդ մարդկանց հետ լեզվակռվի մեջ մտնել, չգիտեմ, հենց կոնկրետ անհատների հետ, հա, քաղաքական ու հասարակական գործիչների հետ անհամաձայնությունը մեր հայտնել։ Բայց երբ որ դուք թիրախավորում եք ընտանիքի անդամներին, դա շատ լուրջ խնդիր է եւ դա վերադառնալու է հետո հասարակություն։ Դա այլ ձևափոխում եւ ավելի այլասերված ձևով վերադառնալու է հասարակություն։ Սա պետք է, գիտեք, ես հույս չունեմ, որ քաղաքական ու հասարակական գործիչները դա որոշ հասարակական գործիչների իհարկե դա կկանխեն, որովհետեւ իրենց խոսույթը, իրենց վարքագիծը նման բան չի հուշում։ Ես տեսա, թե ինչ խոսույթով ելույթ ունեցավ պատգամավորը այդ Վահագն Ալեքսանյան, պատասխան եք տալու որն է։ Ասենք, այդ ինչ պատասխան էր։ Ես հասկանում եմ եւ ինքս շատ վիրավորված կլինեի թե այդպիսի բան լիներ, բայց գիտեք, սպառնալիքով խոսալը, կանխելու ինչ որտեղ կանխելու, հա, կանխարգելելու կամ կոչով հանդես գալու, համերաշխության կոչով հանդես գալու, ասելու Ժորժ ջան, լավ, ինձ ինչ ասում եք, ասեք, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական թիմի անդամ եմ, դուք ինձ հետ համաձայն, ինձ ինչ ուզում եք, ասեք, ծնողը тут при чем, երեխեքը тут при чем։ Բայց մյուս կողմից էլ նաեւ պիտի խնդրեմ, որ քաղաքական եւ հասարակական գործիչների ընտանիքների անդամները նույնպես իրենց հնարավորինս զսպվածություն դրսևորեն եւ զգոն լինեն։ Շատ եմ խնդրում, որտեղ մենք այլապես գնալու ենք շատ հեշտ է։ Մենք բոլորս հոգնած ենք, բոլորս զայրացած ենք, բոլորս հիասթափված ենք յուրաքանչյուր ինչ որ մի բանի ելնելով։ Մեկը իր պաշտոն կորցնելուց է սրտնեղված, մեկը երկիրը կորցնելուց է սրտնեղված, մեկը զավակ կորցնելուց է սրտնեղված։ Ամեն մեկը ինչ որ մի բան ունի, ինչից վրդոված ու զայրացած է։ Բայց եթե մենք որպես հասարակություն, որպես համայնք չդադարեցրեցինք այս վիճակը, մենք գնալու ենք այն որ ասում է не сходящий մենք կործանվելու ենք անպայման։ Նախկինում ոչ մի երիտասարդ իրեն թույլ չէր տա տարեց մարդու հետ նման ձևով կամ խոսել կամ տարեցները։ Բայց եկեք ազնիվ լինենք, նաև տարեցները պիտի իրանց մի քիչ փոքր ավելի հավաք պահեն։ Եթե դուք համաձայն չեք այդ երիտասարդների տեսակետի հետ, հայտնեցիք ձեր տեսակետը, կարող եք գնալ, լավ եք արել, ազատ երկիր է, ինչ որ մեկը կողմա, ինչ որ մի process-ի դուք դեմ եք այդ process-ին, ամեն ինչ նորմալ է։ Ասեցիք ձեր տեսակետը։ Շնորհակալություն ձեր տեսակետի համար, դա ժողովրդավարության մի մասն է։ Կարծում եմ, որ շարունակել լեզվակռվի մեջ մտնել, այդ, չգիտեմ, մաթափտալ, ձեռքի ինչ որ շարժումներ անել կամ չարժի դա անել։ Եվ ես օրինակ մեր իմ ընտանիքի անդամներին խնդրել եմ, շատ եմ խնդրել, երբեք չկարդալ կոմենտները, որոնք գրվում են բանի տակ, իմ ելույթների տակ, երբեք չարձագանքել, ինչքան էլ դրանք իրանց արժանապատվության տեսակետից խոցելի ու վիրավորական լինեն, նախ չկարդան, երկրորդը չարձագանքեն որևէ պարագայում, որովհետև եթե դա գնաց լեզվակռվի, դա մենք ներքաշվելու ենք մի իրավիճակի մեջ, որտեղ, չգիտեմ, ցեղը ցեղի վրա, այնտեղ բանը, հա, պատերազմներ ալինել, տողմը տողմի վրա։ Հենց Նորքի թաղապետարաններ, հեռախոսով սպառնալիքը հայոյանքը վերածվեց։ Չի կարելի անցնել սահմանները։ Ունեք ասելիք, ասեք մարդկանց, ասեք կոնկրետ դերակատարներին։ Անշուշտ դա նաև չի վերաբերվում ակտիվ քաղաքականության մեջ ներգրաված մարդկանց։ Օրինակ կան մարդիկ, ում զավակները իրենց հետ հավասար քաղաքականության մեջ են։ Իմ ասել, որ դու քո տղային բան չենք կարող ասենք, որտեվ դու Էսինչյանի անուն էլ կապ չունի, Էսինչյանի տղան ես, բայց չէ, մարդը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար ինքը նաև կրում է այդ պատասխանությունը։ Հիշեք, էական տարբերություն կա։ Հասարակությունը մեր պիտի շատ լավ ընկալի։ Հասարակ քաղաքացու եւ հասարակական գործունեությամբ զբաղվող կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող առավել եւս պաշտոններ զբաղեցնող մարդկանց մեջ էական տարբերություն կա իրենց կարգավիճակների։ Այն ինչ թույլատրելի է եւ ինչ որ իմաստով գուցե ներելի է հասարակ քաղաքացուն, պետական պաշտոնյային հասարակական քաղաքական գործչին ներելի չի հասկացել։ Գյումրիում ընտրությունների ժամանակ Վիլեն Գաբրելյանի հարբած փողոցում հայտնաբերել։ Ահա մարդը, ես իր հետ ունեմ շատ մեծ տարաձայնություններ բազմաթիվ հարցերում, իրան լիքը հարցեր ունեմ տալու, բայց մարդը նորմալ դիմումը գրեց, թողեց գնաց։ Հիմա կարաս այդ մարդու հետևից ինչ որ բան ասես այդ պահվածքի հետ կապված։ Այնպես որ պիտի խնդրեմ բոլորը հույս դնել, նորից եմ ասում, քաղաքական ինչ որ գործիչների բանի ողջամտության վրա, ոնց հասկանում եք, այլևս վարան չկա, անիմաստ է։ Մենք որպես հասարակություն պիտի թույլ չտանք, որ մեզ ներքաշեն այդ սադրանքների մեջ, մեզ ներքաշեն իրավիճակներում, որտեղ որ այս համախառն ինչ որ process-ներ են տեղի ունենալու, որտեղ ես չգիտեմ, այս չինովնիկները ինչքան կմնան տարբեր ռանգի, որպես ընդդիմադիր եւ որպես դիմություն, բայց իրանք բոլորը ժամանակավոր են։
հասարակությունը, պետությունը, ժողովուրդը, այդ դրանք են մնայուն, կարևոր, արժեքավորը եւ մեր մարդ մնալն է։ Մարդը պիտի ամենածանր իրավիճակներում ամենադժվար բանը մարդ մնալն է։ Այս այլանդակ ու այլասերված համակարգը, այս իրավիճակը, որը ստեղծվել է, այս բարոյալք հետևողական գիտակցված բարոյալքման տանելով հասարակությունը միակ ամենադժվար բանը հիմա պրոստը մարդ մնալն է։ Այդ բարոյական նորմերը չանցնելն է։ Այնպես որ բոլորին դուք կարող եք ունենալ տարբեր տեսակետներ, դա շատ նորմալ է ու շատ լավ է, որ մարդիկ ունեն տարբեր տեսակետներ։ Դուք կարող եք պաշտպանել ձեր տեսակետը ու դա շատ լավ է, որտեղ դա ժողովրդավարություն է, բայց խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն կամ դուք ներքաշվեք ինչ որ պատմությունների մեջ։ Փաշինյանին իմպիչմենտ են հայտարարում են մի խոսքով։ Ձեր կարծիքով ինչ կլինի այս գործընթացը 107 նամակ 107 падգամավորի։ Արդյոք падգամավորները կունենան իրենց մեջ այդ քաջությունը, համարձակությունը։ Ես կարծում եմ, որ մեր անդիմությունը պարլամենտական ինքը ինքնուրույն չի։ Եթե ինքը ինքնուրույն որոշումներ կայացներ, գուցե եւ վաղուց այդ իմպիչմենտի process-ը սկսել էին, ինչ որ process-ներ իրականացնել են, համենայն դեպս իրանք այդ Եվ խոստումներով դրսից չէր այդ նախաձեռնությունը իրականացվել։ Հա, եթե հրահանգ, բայց քանի որ իրանք հրահանգները ստանում են շատ համահունչ են Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտքերի, գաղափարների, ելույթների, որտեղ Տիկին Զախարովան եւ իրանք ռոպագանդիստները, եթե ուշադիր հետևեք ռուսական ռոպագանդային, իսկ իրանք այնտեղ ունեն անհատներ, որոնք այսպես ամրակցված են Հայաստանի մասին բարբերաբար խոսելու, դուք կտեսնեք, որ այդ մարդկանց հրահանգներին կամ իրենց նարատիվներին համահունչ գործում է մեր պարլամենտական ընդդիմությունը։ Եւ անկեղծ ասած, ես այդքան էլ վստահ չեմ, որ եթե հրահանգ չեղավ process սկսելու, իրանք ինքնուրույն ինչ որ process կսկսեն։ Ոնց կստացվի, ասવા, ոնց հրահանգը կստանան։ Այս իշխանություններն դե գիտեք, քանի բազմիցս հայտարարել են, քանի կա այսպիսի պարլամենտական ընդդիմություն, իրանք հավերժ են իշխանության եւ իրանք ճիշտ են այդ իմաստով։ Չէ, ասում սա նվեր է մեզ։ Թե իշխանությունը, թե այսպես կոչված ընդդիմությունը, իրենք հավերժ են, փոխադարձաբար հավերժ են եւ հավերժ են այն բան կա, չէ՞, ասում իրարով։ Իրարով իրանք կդաժե կարան իրար կենացներ խմեն, այդ ասում սեղանս շուրջ ասեն իրարով լինենք, որովհետև իրանք մենակ իրարով կարան լինեն։ Այստեղ է որ հասարակությունը մեր առողջ ուժերը, այն անհատները, այն խմբերը, որոնք որ ձևավորվում են, բայց շատ դժվար են ձևավորվում, պիտի արագացնեն, որովհետև նորից պիտի ասեմ, այսօր իշխանությունը ընկած է փողոցում։ Այսօր այն աստիճանի վարկաբեկված են, թե իշխանությունը վաղուց են վարկաբեկված, պարլամենտական ընդդիմությունը ինքը մերժված է եւ բազմակի անգամ մերժված է հասարակության կողմից, այն մարդիկ, ովքեր որ գալիս էին իբր արժեքներով, արժեհամակարգեր, նոր արժեհամակարգեր ժողովրդավարություն բերելու, պարզվում է, որ իրանք ну, в принципе, այդքան էլ արժեհամակարգերի կրող չեն, եթե դա վերաբերվում է իրանց, եթե ուրիշներին է վերաբերվում, արժեհամակարգերը իրանց համար կարևոր են, եթե կոնկրետ իրանց գործողությունների է վերաբերվում, արժեհամակարգի կրող չեն։ Այնպես որ հասարակության համար այնքան պատկերը պարզ է ու տենց տեսանելի, որ այսօր ով եկավ իշխան, ով նորմալ առաջարկ ու թիմ բերեց հարթակ, նա էլ կարող է իշխանությունը հանգիստ փակ աչքերով վերցնել։ Օրինակ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը արդեն հասունացել է եւ մինչեւ 2026 թվականի ընտրությունները նա կհեռանա եւ Հանրապետական կուսակցությունը ունի ծրագիր Փաշինյանին հեռացնելու։ Հանրապետական կուսակցությունը մի հատ թող ինքը իրան ներսից մաքրի, մի հատ ձևի համար գոնե իր արած սխալները ընդունի, որովհետեւ բոլոր իշխանությունները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Նիկոլ Փաշինյանով, իրանք անսխալական են։ Իրանք չեն ընդունում իրանց ամենակարևոր սխալները։ Ինչ է տվել Հանրապետական կուսակցությունը, իմ անպայման կասեն մեր ժամանակ խաղաղություն չգիտեմ ինչ։ Այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի գալու եւ հասարակության ըմբոստանալու իրավիճակը ստեղծել եք դուք։ Դուք եք ոչ թե ֆիզիկապես բերել, հիմա կռիվ են անում, չէ, ով ում բերեց, ոչ թե այդ իմաստով, այլ իրավիճակը, որը ստեղծվեց երկրում եւ նպաստեց նրան, որ հասարակությունը ոտքի կանգնի եւ անընդհատ ձեզ մերժի, որտեղ դուք անընդհատ մերժված եք ժողովուրդ, դուք 18-ին չեք մենակ մերժվել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմը պարտվելուց հետո չլսված բան, նորից վերադարձավ Նիկոլ Փաշինյանին ձայն տվեցին մի բանի համար, որ դուք հետ չգաք։
բանին Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ հասարակությունը դուրս եկավ փողոց տրակում էր, ով եղել է հրապարակում գիտի, մայիսի 9-ին դուրս եկան փողոց տրակվում էին, մարդիկ բան էին ուզում, փոփոխություն էին ուզում, տեսան ձեր ականջները եւ ձեզ ընդհանրապես մերժեցին, հասկանում եք, դուք բազմակի մերժված հասարակության կողմից մերժված եք։ Ռոբերտ Քոչարյանն ասում է կարող ենք համախմբվել, եթե մեկ գաղափար լինի, այնպես որ համախմբումը հնարավոր է։ Մեկ գաղափարն է, այսինքն ուրիշ գաղափար կա այսօր բացի Հայաստանի Հանրապետության պետականության պահպանությունից, ուրիշ ինչ գաղափար կա։ Ենթադրում եմ իրանք, ես ենթադրում եմ իրանք այդ գաղափարը կա եւ այդ գաղափարը կա 20 թվականից սկսած, պատերազմի պարտությունից հետո սկսած այդ գաղափարը օդի մեջ սավառնում է եւ յուրաքանչյուր adekvat մարդու բջիջների մեջ ապրում է ու չի կարող այլ միտք գաղափար լինել, բացի պետականության ամրապնդումից։ Իրանց խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Իրանց խնդիրը ով է գալու իշխանության, ով է դառնալու թազա նորից թակավոր դառնալու, որ երաշխավորված լինի իր անվտանգությունը, որ երաշխավորված լինի իր եկամուտները, որ երաշխավորված լինեն իրանց ձեռք բերված գույքերը։ Հայ կռիվը դրա մեջ է, թե չէ ինչ տարաձայնություններ դուք ունեք։ Հարց կա ինչ որ մեկի մոտ որ Հայաստանի բանը պետականությունը վտանգի տակ է, որևէ նորմալ ողջամիտ մարդ կա ում մոտ այդ հարցը կասկածը չկա։ Բայց դուք ասում եք նորից ընդհանուր իդեաներ եք ման գալի, ընդհանուր իդեան ձեր միայն այսպես ում թակավորությունն է հաջորդը լինելու։ Խնդիրը միայն դրա մեջ է։ Տիկին Կարապետյանց մի փոքր էլ անդրադառնանք արցախցիների թեմաներին։ Ամեն դեպքում այս վերջի շրջանում վրաները խփեցին, վրաները հանեցին, հանդիպումներ ունեցան տարբեր ձևի մամուլի միջոցներով, մի խոսքով մենք էլ ենք Արտակ Բեգլարյանի հետ ունեցել այստեղ հաղորդում։ Մի խոսքով այս իրավիճակը ինչպես է գնահատում եւ ինչով կավարտվի։ Շատ դժվար ասել ինչով կավարտվի, որտեղ ցավոք սրտի արցախցիներն էլ դեռևս ապրում են իրենց այդ հին բանով, որ այս ինչի կողմնակիցներն են Արցախի տարբեր լիդերների, այն ինչի կողմնակիցներն են, ցավոք սրտի այդ բաժանումը իրանց մեջ դեռ կա։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ խստորեն դատապարտում եմ այն հայտարարությունները, որ ինչի արցախցիները Արցախում միտինգ չէին անում, եկել են Երևանում են անում, լավ են անում, որովհետև մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ մեր միջազգային պարտավորությունները թույլ են տալի ցանկացած մարդու, անգամ եթե ինքը քաղաքացիություն չունի, իսկ արցախցիները ունեն քաղաքացիություն, իրանք կապույտ անձնագրի կրող են, հետեւաբար իրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ իրանք իրավունք ունեն իրենց խնդիրները բարձրաձայնելու։ Առաջնագծում ապրելու ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սահմանը պահել, այստեղ իրենց սոցիալական խնդիրները։ Հենց որ սոցիալական խնդիրները գալիս են, բարձրացնում որ իրանք բան են, տարբերվող մարդիկ են։ Չպետք է գա։ Ես ուրախ եմ, որ նաև արցախցիների մեջից եղավ այդպիսի բան գաղափար, որ ինչու եք միայն սոցիալական պահանջները ներկայացնում, եկեք խոսենք նաև մեր խնդիրների մասին։ Օրինակ եղել է ֆոնդ Արտուր Օսիպյան խոսում էր, որ էլի հետները տղաներ կան, ներողություն անունը չեմ հիշում, ֆոնդեր են եղել, որտեղ Հայաստանից գումարներ են փոխանցվել եւ այդ գումարները կորել են ու մսխվել են։ Եվ կան տվյալներ, այդ թվում տղաները խոսում են նրա մասին, որ կան որոշակի տեղեկատվություն, հստակ ապացուցված, փաստաթղթավորված տեղեկատվություն, թե այդ փողերը ում մեջ են արել, այո, որ մեղմ ասած ոչ այդքան կարիքավոր, հա։ Դե հիմա Արտուրենք էլ այդ հարցն են բարձրացրել ու ասում են, որ Ժորժան, եկեք ձևակերպումը ճիշտ տանք, որովհետեւ գիտեք շատ արագ իշխանությունները մանիպուլացնում են։ Հենց արցախցիները դուրս են գալի փողոց, ասում հələ տեսեք, արցախցիներին օգտագործում են, որ այս իշխանությանը տապալեն։ Արցախցիները խնդիր ունեն ու պիտի խնդիրների մասին խոսեն եւ եթե ունեն կապույտ Հայաստանի։ Նորից գալիս ենք վերադառնում ենք մեր հաղորդման սկզբին։ Եթե իշխանությունները իրենց գործը կատարեն, ոչ քաղաքացին կակտիվանա, ոչ փողոցում կհայտնվի, 100%, մենք երկար փորձառություն ունենք, բայց հայերը փողոց են դուրս գալի, հայաստանցիները ներողություն, հայաստանցիները փողոց են դուրս գալի այն ժամանակ, երբ որ այն որ ասում դանակը ոսկորին է հասնում։ Էլ տեղ չկա, այ մեր զանգողի նման, ոնց որ ասեց, էլ դուր չկա ծեծելու, էլ մարդ չկա դիմելու, այդ ժամանակ դուրս են գալի փողոց։ Պետք չի հասցնել նրան, որ հասարակությունը դուրս գա փողոց։ Բայց ես կարծում եմ, որ հասարակությունը ինչ որ պահի անամենը պիտի լինի փողոցում, որովհետեւ մենք ալտերնատիվա չունենք։ Բալասանյանը բասնամակով դիմել է Պուտինին, որ ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք։ Ամոթ, 1000 ամոթ։ Վիտալի Բալասանյանը պիտի իմանար, որ ռուսների թեթև ձեռով է, որ Արցախը մենք կորցրեցինք ու կորցրեցինք սենց արագ։ Ցեղասպանական գործողությունները, որոնք արցախցիների նկատմամբ տեղի ունեցան, այնաբռնի տեղահանումը, այդ թվում եղավ ռուսական խաղապահների եւ ռուսական վարած քաղաքականության հետևանքով մենք այդպիսի խնդիր ունեցանք։ Այնպես որ նորից սա խաղ է,
Ռուսաստանին ուղղակի պետք էր, եւ ոչ միայն Ռուսաստանին, եկեք ազնիվ լինելու համար, ոչ միայն Ռուսաստանին, այլև մեծ խաղացողներին, բոլորին պետք էր, որ Արցախի գոնե բնակչության գոնե մի փոքր մասը մնար Արցախում, որ պարզերես լիներ Ալիևը, որ պարզերես լիներ ռուսական, այսպես խաղաղապահ կոչվող զորքը, պարզերես ելներ Պուտինը, պարզերես ելնեին բոլոր միջազգային խաղացողները, որ ասեին դե ով չուզեցավ գնաց, ով ուզեցավ, դե տեսեք մարդիկ մնացել են։ Արցախցիներին 1000 անգամ ասեմ շնորհակալություն, որովհետև դուք դուրս եկաք ու բոլորին շախ ու մատ արեցիք։ Բոլորը մնացին իրանց եթերում լավ վատ բառ ուզում ասել, լավ չի կարելի։ Շատ վատ վիճակի մեջ դրեցիք իրանց, որտեղ իրանք բոլորը միասին խայտարակ են եղել։ Խայտարակ ա եղել Ադրբեջանը, որտեղ ինքը ցեղասպանության կազմակերպիչ է, ռուսներն են հովանավորողը, ռուսական իշխանությունն ու ռուսական զորքն է հովանավորը եղել այդ ցեղասպանական գործողություններին, մնացած բոլոր մեծ խաղացողներն էլ իրենց լռությամբ թույլ տվեցին, իրենց անգործությամբ թույլ տվեցին, որ արցախցիների նկատմամբ 21-րդ դարում տեղի ունենան ցեղասպանական գործողություններ։ Պարզվում է, որ բոլոր կոնվենցիաները վերաբերել են աշխարհի բոլոր ժողովուրդներից, բացի հայերից։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Կարապետյան այսօրվա բովանդակ հարցազրույցի համար, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։